Պարոն Սարգսյան, ամեն տարի քաղաքային իշխանությունները տոնական զարդարանքի համար շռայլ ծախսեր են անում եւ այս տարվա հետ կապված ունեք ուսումնասիրություն, ինչ պատկեր է, ինչ են սպասվում։ Այո, ուսումնասիրություն կա, տոնական ձևավորման եւ միջոցառումների վրա ծախսվել է 607.5 միլիոն դրամ։ Դրանից զատ, տեսեք ինչ են արել, յուրաքանչյուր տարի նույն զարդարանքներն է տեղադրվում Երևան քաղաքում, գրեթե նույն զարդարանքներն են վարչական շրջաններում, հրապարակում տոնածառի ճյուղեր են գնում 50 միլիոն դրամով, բայց այդ ճյուղերը կարելի էր օգտագործել, անցած տարվա ճյուղերը կարելի էր այս տարի օգտագործել։ Օրինակ տեսեք, վարչական շրջաններում միջոցառումների վրա ծախսում են անհամաչափության սկզբունքով, օրինակ իմ օրենքում գրված է, որ Երևանը պետք է համաչափ զարգանա, ինչ են արել։ Օրինակ, Նուբարաշեն Էրեբունի վարչական շրջանը տարածքով ամենամեծն է, հետո Մալաթիա Սեբաստիա, Շենգավիթ, 3 վարչական շրջաններն են, ամենամեծը բնակչությունով Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանը ավելի է, քան բոլոր վարչական շրջանները։ Ծախսերի մասով, տեսեք, միջոցառումների համար Շենգավիթ վարչական շրջանում 26.5 միլիոն դրամ են դուրս գրել, բայց Էրեբունի վարչական շրջանում դուրս են գրել 9.5 միլիոն դրամ, դա էլ է անհամաչափության սկզբունք, այսինքն բնակիչների առումով որ տեսնենք, բնակիչները ավելի շատ են Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, կրկնակի անգամ Շենգավիթ համայնքին ավելի շատ են տրամադրել գումար միջոցառումների համար, քան մյուս վարչական շրջաններում, իսկ փոքր վարչական շրջաններում 5 միլիոն, 6 միլիոն դրամ են տրամադրել, դա էլ պատկերն է Երևան քաղաքի, տեսեք ոնց որ դուրս է գալիս, որ բնակիչների հանդեպ անհամաչափության վերաբերմունք ունի Երևանի քաղաքապետարանը, ինչու է, հիմա հարց եմ ես ուղղեմ քաղաքապետարանին, ինչու է Շենգավիթ վարչական շրջանում 26.7 միլիոն դրամ նախատեսվել միջոցառումների համար, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում 13 միլիոն դրամ կամ Էրեբունի վարչական շրջանում 9 միլիոն դրամ։ Դա անհամաչափության սկզբունքն է։ Իսկ տեսեք, օրինակ մեր երևանցիները բոլորս, նույնիսկ ես, երբ որ տոնածառ ենք գնում, մոտ մի քանի տարի այդ տոնածառը օգտագործում ենք տանը, մեծ մասն է այդպես անում, բացառություններ իհարկե կան Հայաստանի Հանրապետությունում, դա վերաբերվում է շքեղ կյանքով ապրողներին, որ յուրաքանչյուր տարի հնարավորություն ուներ իրանք նոր տոնածառ գնելու, բայց ինչու է Երևան համայնքը օրինակ տոնածառի ճյուղեր յուրաքանչյուր տարի գնում, երբ որ այդ ճյուղերը պլաստմասից են եւ բազմակի օգտագործման են, այսինքն կարելի էր գողնա 1-2 տարի այդ ճյուղերը օգտագործել եւ մեծ գումարներ դուրս չգրել, այ դա մսխումն է, հենց մսխումը տեղ է կայանում։ Իհարկե մենք բոլորս էլ կողմ ենք մեր Երևանի զարդարելուն, սիրուն միջոցառումներ կազմակերպելուն, բայց գերշքեղ ծախսեր մենք չենք կարող թույլ տալ այն պայմաններում, երբ որ բյուջեն 26 թվականի այս բյուջեն բերել են դեֆիցիտով 5 միլիարդ դրամ դեֆիցիտ ունենք, անցած տարվա համեմատ Երևան քաղաքի բյուջեն անցած տարի կազմում էր եկամուտների գծով 159 միլիարդ, այս տարի 151 միլիարդ դրամ են եկամուտ կանխատեսել եւ ծախսերը ավելի շատ են կատարելու, այսինքն 156 միլիարդի ծախս են անելու, բայց եկամուտները այդքան չկա, կանխատեսում չկա, 5 միլիարդ դրամ դեֆիցիտ է։ Այդ պայմաններում թույլ տալ շքեղ ծախսեր, երբ որ կարելի էր այդ ծախսերը չանել եւ նույն ձևավորումը եւ միջոցառումները ունենալ Երևան քաղաքում։ Դուք ունեք որևէ կանխատեսում ինչու են օրինակ այդ համաչափ վատ ծախսը արել, այսինքն մի վարչական շրջանին շատ, մյուսին քիչ։ Ունեք որևէ կանխատեսում դրա հետ կապված։ Կանխատեսում չեմ կարող ասել ինչ սկզբունքով են իրանք առաջնորդվել, բայց դա նշանակում է երևանցիների մի վարչական շրջանին, այսինքն մի վարչական շրջանի երեխաները, բալիկները կարող են այդ միջոցառումներին օրինակ երեխաները այնտեղ ավելի շատ ուրախանալ, քան մյուս վարչական շրջաններում, դա սխալ մոտեցում է։ Ես ներկայացրեցի ինչ պատճառներով է համաչափությունը խախտվել, քանի որ բնակչությունը ավելի շատ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում է, քան օրինակ Շենգավիթ համայնքում, տարածքով էլ նույնը Շենգավիթ համայնքը ամենամեծը չէ, թե բնակչությունով, այսինքն այդտեղ համաչափություն չկա։ Քաղաքապետարանը պետք է բացատրություն տա երկու կրկնակի անգամ եւ կրկնակիից ավել, ինչու է Շենգավիթ վարչական շրջանում 26.7 միլիոն դրամ նախատեսել միջոցառումների համար մյուս վարչական շրջանների համեմատական։ Իսկ որևէ հիմնավորում չունեն սոցիալական ծախսերի ֆոնի նման ծախսերի իրականացման հետ կապված քաղաքապետարանում։ Քաղաքապետարանը սոցիալական ծախսերի մասով, տեսեք, սոցիալական ծախսերը այլ բաժնով է դուրս գրվում, սոցիալական հանձնաժողով ունենք Երևանի քաղաքապետարանում, տոնական նոր տարվա միջոցառումները կարծում եմ
դրանից զատ է, կապ չունի մեկը մյուսի հետ, տոնական ձևավորման համար այլ ծախսեր են արվում, սոցիալական անապահովների համար այլ բյուջեով նախատեսված ծախսեր կան։ Օրերս հայտնի դարձավ, որ կառավարությունը 3 միլիարդ դրամ դոտացիա է տալու Երևանի քաղաքապետարանին, որպեսզի փակվի տրանսպորտի ոլորտում առաջացած ֆինանսական ճեղքը, ինչով է սա պայմանավորված։ Տեսեք, այս 26 թվականի դեռ չընդունված բյուջեով, 26 թվականի բյուջեով կառավարության դոտացիան ավելի քիչ է, քան 25 թվականին էր տրվել։ Այդ պատճառով, տեսեք, Տիգրան Ավինյանը նորից ասելու է կառավարությունը դե գումար չի տվել, այդ իսկ պատճառով դեֆիցիտ է առաջանում 5 միլիարդի, կառավարությունը, այսինքն այդ նույն Աջափնյակի մետրոյի հետ կապված է խնդիրը, երբ որ գումարները տրամադրում էր կառավարությունը, բայց իրանք այլ նպատակային նշանակության են դուրս գրել այդ ծախսերը, որ կատարեն մետրոյի Աջափնյակ կայարանը կառուցման միայն խոսք կա այդտեղ, կառուցման նպատակ կարծում եմ չունեն։ Եթե հաշվենք իշխանությունների, հավատանք իշխանություններին, ապա կստացվի, որ տրանսպորտի ուղևորցը 100 դրամի դեպքում ավելի շատ հավաքագրումներ է արել, քան 150 դրամ ուղևորցի դեպքում, այսինքն ուղևորցը 50%-ով թանկացել է, բայց եկամուտները նվազել են, ինչպես է կբացատրել։ Տեսեք, դա կառավարությանը հավատալ չի կարելի, քանի որ կառավարությունը բոլոր ոլորտերում ներկայացնում է պոպուլիստական ծրագրեր, ստում է։ Տեսեք, բոյկոտը իրականում եղել է, այդ 3 միլիարդը կառավարությունը երբ որ հատկացնում է, նաև ծածկում է այն վնասը, որը քաղաքապետարանը կրել է բոյկոտի արդյունքում, ավտոբուսների հավաքագրման արդյունքում, ինչքան էլ փորձեցին թանկացնել, միևնույն է, վնաս կրեց, այդ հավաքագրումը չկարողացան կատարել, այսինքն բնակչությունը ցույց տվեց, որ չվճարելով այդ թանկացման համար ինքը դեմ է արտահայտվում 150 դրամներին, մինչ այս պահը ես ավտոբուսներում տեսնում եմ շատերը չեն վճարում, միևնույն է ինչքան էլ փորձեցին տուգանել, դա շոու էր, 1-2 օր փորձեցին ձևական անել, որոշակի քարտեր մարդկանց վախի արդյունքում ձեռք բերել տալ, բայց բնակիչներից շատերը չեն վճարում եւ իրենց բոյկոտը մինչ այս պահը ներկայացնում են քաղաքապետարանին, որ հասկանան, չի կարելի 150 դրամ սարքել, 100 դրամ ուղևորցը բավարար էր։ Այս տարի աղբանության բյուջեն 400 միլիոն դրամով ավելացել է, ինչով է պայմանավորված այդ ավելացումը։ Տեսեք, անցած տարի աղբահանության հետ կապված բյուջեն մոտ 5.2 միլիարդին մոտ էր, այս տարի 5.6 միլիարդ 400 միլիոն դրամով ավելացել է աղբահանության ծախսը, նախատեսված բյուջեն, այն պայմաններում, երբ որ անցած տարի նախորդ տարի 24-25 թվականներին բյուջեն կամաց-կամաց մեծացրել են, բայց ինչպես տեսնում ենք, ամբողջ տարին մենք ներկայացնում ենք, որ աղբահանության խնդիրներ առկա են, աղբահանությունը լիարժեք չէ, Տիգրան Ավինյանը վերջերս Աջափնյակ վարչական շրջան էր այցելել եւ դա հիմնավորեց, որ այո, աղբահանությունը խնդրահարույց է Երևան քաղաքում։ Դրանից զատ տեսեք եկամուտների կանխատեսման մասով անցած տարվա համեմատ այս տարի աղբահանության եկամուտները 1.2 միլիարդով ավել են կանխատեսել, այսինքն բնակիչներից 1.2 միլիարդ դրամ ավել պետք է հավաքեն, իսկ մեզ ներկայացնում էին, որ քառակուսի մետր դարձնելով աղբահանությունը, աղբահանությունը դարձրեցին իհարկե տեղեկացնեմ, որ քառակուսի մետրով բնակչի մեկ շնչի հաշվով էր աղբահանության վճարը, դա ներկայացնում էին, որ իբր չենք թանկացնում, դա թանկացում չէ երևանցիների վրա, այնինչ իրենք 26 թվականի բյուջեով դա ապացուցում են, որ 1.2 միլիարդ դրամ աղբահանության վճար ավել հավաքելը իհարկե թանկացում է մեր երևանցիների վրա։ Այսինքն ամեն ինչ փորձելով քաղաքապետարանը թանկացնել մեր բնակիչների վրա, փորձում է տոնական ձևավորումներով, պարգևավճարների հետ կապված մեծ ծախսեր, այսինքն նախատեսել, նաև ավելացնեմ աղբահանությունից զատ այս տարվա բյուջեով 400 միլիոն դրամ ավելացրել են պարգևավճարների ֆոնդը, քաղաքապետարանի, այսինքն ֆոնդը 400 միլիոն դրամով իրենց պարգևավճար տալու համար բյուջե են նախատեսել, բայց պարզվում է մենք դեֆիցիտ ունենք բյուջեի, այսինքն իրանք կարող են պարգևավճար ստանալ, իսկ այդ 5 միլիարդ դրամը մեր քաղաքացիներին այս տարի պետք է էլի փորձեն տենան որտեղից կարող են մարդկանց տուգանել, հավաքագրել իրանց պարգևավճար տալու համար։